ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի գալուստ եւ ասում ենք ողջույն հարգելի ռադիո լսողներ, բնականաբար ժամուկեսն էլ առաջարկում ենք անցկացնել մեզ հետ միասին։ Այո, սկսում ենք նոր օրը, ձմեռային օրը, 23-ն է հունվարի օրը ուրբաթ, եկանք հասանք weekend-ին։ Ոյ, թե չէ մնացած օրերը երեկոյան չէին կանգստանում։ Մի քիչ տրամադրություն բարձրանա, հույս տանք։ Արի այսպես, այսօր weekend է։ Weekend։ Լավ էր այդպես դիգրան։ Այո, չզավզականանք եւ ասենք ողջույն, սկսում ենք մեր հաղորդումը։ Կամ ավելի ճիշտ դրված ձայնով ասենք բարի լույս հարգելի ռադիո լսողներ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում սուրճ ու սեր առավոտից Այդպես հենց փոխեցի մոռացա էլի ստացվեց Լուսինե Մուրադյանը Տիգրան Հարությունյանը Այո մենք մեր ոչի մեջ ինչպես միշտ բարի լույս ենք ասում բոլորին ովքեր ուզում են թող լսեն ովքեր չեն ուզում թող չլսեն Դե հա այսօր կա լայն հնարավորության ընտրության ինչ է մատի մեկ հպումով բայց եկեք մեզ լսեք էլի մեր ընցակ մեր վատ բան չենք անի Շփիտ հաստատ որ կպարգևենք Սուրճ ու սեր առավոտից։ Այո, դուք ճիշտ ալիքի վրա եք, հանրային ռադիո, առաջին ալիք, FM 107.7 Երևանում, իսկ մարզերում յուրաքանչյուր ունի իր հաճախականությունը։ Իսկ եթե հնարավորություն ունեք ոչ միայն լսել, այլև դիտել, ապա մուտք եք գործում armradio.am կայք, սեղմում դիտել կոճակը, հետևում մեր ծրագրին, նաև կարող եք Facebook-յան հարթակի միջոցով եւս հետևել մեր լայվին։
Facebook-յան հարթակում հայատար գրում եք Հայաստանի հանրային ռադիո, եթե դեռ չեք միացել եւ այնտեղ եք հետեւում մեր live-ին։ Մենք սիրով ենք աշխատում ձեզ համար եւ յուրաքանչյուր ձեր ժպիտ, on-line ծաղիկ, փուչիկ, դրանք մեզ ջերմացնում ու երջանկացնում են։ Իսկ եթե նոր եք արթնացել, ապա տեղեկացնում ենք հունվարի 23-ն է, օրը ուրբաթ 2026 թվականն է։ Այո, եւ արդեն մեր ռադիո լսողները շատ ակտիվ են մեկնաբանության։ Էդիկ Բաբուջյանը մեզ սուրճ ու սեր է ուղարկել սրտիկով, շատ համահունչ մեր ծրագրի վերնագրին, Արտակ Մխիթարյանն է բոլորին ողջունում, Հովիկ Միքայելյանն է բոլորին ողջունում եւ մաղթում բարի լույս։ Բարի լույս ենք ասում հարգելի ռադիո լսողներ եւ հիշեք, որ առավոտը ինչպես սկսեք, գուցե հենց այդպես էլ անցնի օրը, այնպես որ առավոտը սկսեք լավ տրամադրությամբ, չէ՞ որ դուք ունեք այդ հնարավորությունը բացել ձեր աչքերը եւ դիմավորել եւս մեկ օր։ Այո, օրը ինչպես սկսես, այնպես էլ այն կանցնի։ Դա այսօր չի վերաբերում եղանակին, որովհետև ցուրտը շարունակվելու է։ Դե լավ էլի տեղումներ ունենք։ Ունենք այս բան Երևանում 5 աստիճան ցուրտ է, օրվա ընթացքում միջև -2 կհասնենք, հանրապետության տարածքում առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Իսկ մայրաքաղաքում ձյուն կա։ Այո, մայրաքաղաքում եւս մեզ խոստացել են ինչպես առավոտյան ժամերին, այնպես էլ ցերեկը, հունվարի 23-ին սպասվում է ձյուն։ Այսօր ձնագնդի օր է մի ձայն չեմ կարող անել, բայց ձյունը անձայն է։ Միջև Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում, ձյունը իջնում է ներքև, ու իր հեքիաթն է պատմում։ Հարցաթե թիթեղ։ Ված չէր ասում քեզ։ Դες լավ ստացվեց։ Բայց ես չէի երգում։ Շնորհակալություն Տիկին։ Արի տեղափոխվենք ճանապարհներ։ Եվ գիտեք, որ հատկապես ձմռան այս ամիսներին ճանապարհները բաց են թե փակ են հիմնականում մեծապես պայմանավորված է եղանակով Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ Բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Կարիլիչ տանող ավտոճանապարհները, Նորավանի Խաչմերուկից Գորիս եւ Տաթև Շինուհայր Գորիս, Նորավանի Լծեն Կապան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, քանի որ այնտեղ բուք է, Թթուջուր, Նավուր եւ Տաշիր Բլագոդարնոյ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, այնտեղ եւս բուք է, Ջերմուկի Խաչմերուկից մինչեւ Նորավան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, Վարդանյանց Լեռնանցքը դժվար անցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար, միայն անվաշղթաների կիրառման դեպքում է հնարավոր գնալ, Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նայիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, զգույշ եղեք, Արագածի, Տաշիրի տարածաշրջանում եւ Ճամբարակի լեռնանցքում եւս բուք է։ Տեղափոխվենք եւ հասկանանք ինչ է կատարվում Ստեփանց-Մինդալարս ավտոճանապարհին, այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կարճ հստակ տեղեկություն Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհների մասին։ Լավ է։ Շատ լավ ստացվեց, ես պետք է հիմա հնչեցնեմ ծափարություններ քեզ համար։ Սա քեզ համար են բացառապես։ Մի խոսքով Բլագոդարնոյը չգնացինք այսօր։ Բլագոդարնոյն փակ է։ Այո, Բլագոդարնոյը պես է։ Դե իմացանք ես տեղեկացա Երևանյան ճանապարհներին։ Ապա ասեմ, որ մեկ ճանապարհին, մեկ խճուղու վրա ունենք այս պայն միանգամից 3 ավտովթար։ Լավ էլի։ Ժորդ, ինչ է պատահել։ Մասիվ իջնողները ինչ որ խելոք չեն պայել իրենց եւ Միասնիկյան Պողոտան իջնողը 3 ավտովթար տես, մեկ փողոցը միջև վերևից ներքև 3 ավտովթար։ 4-րդն էլ կա կարծես Տիգրան։ Չէ, 3 է, 1, 2, 3։ Դա այլ բան է։ Լուսանկարչական սարք է։ Մի խոսքով ջրաշխարհից ներքև սկսում են ավտովթարները միջև Բելաջա։ Հետևաբար խցանումներ են այդտեղ։ Դե խցանված է։ Միասնիկյան Պողոտան։ Թույլ կտաս մի բան։ Ասա։ Հորդորեմ մեր վարորդներին։ Բոլոր նրանց է հորդորս վերաբերում, ովքեր ուղղակի ունեն վարորդական իրավունք եւ շատ ավտոճանապարհային, այսպես երթևեկության կանոնների չեն տիրապետում, հիմնական նորմալ վարորդներին չի վերաբերում, երբ տեսնում եք մարդը իրեն համար սահմանված գծով անցնում է փողոցը կանաչ լույսի տակ եւ երբ մնացել են ընդամենը 3 քայլ, որ պիտի փողոցի ավարտի ու փոխվում է լույսը, հարգելի վարորդներ, օրենքով պայմանավորված, դուք պարտավոր եք սպասել այնքան, մինչև հետիոտնը կանցնի։ Այն պարագայում, որ ցուրտ է դանդաղ չենք գնում,
Այսօր քիչ էր մնում ընկնել երկու մեքենայի տակ, որովհետև նրանք երևի թե շտապում էին ու ես էլ էի շտապում, որ հասնեի եթերի եւ նրանք որոշեցին, որ կարմիր լույս է, կարող են ուղիղին վրա գալ։ Լավ, ինչ եք ջղայնացնում Լուսինեն եթերից Ես չեմ ջղայնացել, բայց կուզեի, որ դուք տարական այդ երթևեկության կանոնին տիրապետեք, որովհետև ես վարորդ չլիներով հանդերձ դրանք գիտեմ։ Եթե հետիոտնը անցնում է փողոցը եւ հնդածս փոխվում է լույսը, դուք պարտավոր եք սպասել մինչեւ նա կանցնի։ Ասեմ քեզ հուսադրող լուրեր կան։ Ասա։ Այսուհետ մարդը երբ քնություն է հանձնում մեքենա է վարում, որպեսզի ստանա իրավունք, կտեղադրվեն տեսախցիկներ։ Մեքենայի մեջ, մեքենա վարելիս։ Գնանք օթային տարածքներ եւ տեսնենք ինչ է կատարվում ժամանման առուսակում, իրավունքական իրավունք։ Ուրիշ իրավունք է պետք, ավելի կարևոր է։ 2 վաղարժամ վայրեջք ունենք, հարգելի 3 նույնիսկ վաղարժամ վայրեջք ունենք։ Լառնակայի չվերթը, որ պիտի վայրեջք կատարի 9:55-ին, վայրեջք է կատարում, արդեն կատարել է 9:24-ին։ Հաջորդ վաղարժամ վայրեջքը Մոսկվայի թռիչքն է, 11:10-ի փոխարեն 10:49 եւ եւս մեկը կա Նեապոլի թռիչքը 12:45-ի փոխարեն վայրեջք է կատարելու 12:24-ին։ Եթե հարազատներ ունեք դիմավորելու, ապա շտապեք այնտեղ։ Իսկ երբ նայում ենք մեկնումների ցանկը, տեսնում ենք, որ ամեն ժամանակին է։ Դուրսարին ժամանակին, ինչպես ասում են։ Հետո շարունակություն էլ կար։ Լուսինես անպիտակին։ Այ շնորհակալություն։ Այսօր շատ բարի ես իմ հանդեպ, Տիգրան ջան, ինչ հաճելի էր, ինչ հաճելի։ Եվ բարությունը կտրենք ֆինանսական թեմաներով։ Տեսնենք ինչ օրվա փոխարժեքներ է սահմանել Կենտրոնական բանկը, ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 379 դրամ է։ Գերեցիկ։ Ֆիքսեցիք, շատ կարևոր է։ 1 եվրոն 443 դրամ է, ռուսական 1 ռուբլ օրվա փոխարժեքը 409 դրամ է։ Վրացական լարին ունենք 140 դրամ է վրացական լարին եւ արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի օրվա փոխարժեքը երեկվա նման է 103 դրամ է։ Իմացանք նաեւ տարադրամի փոխարժեքին, ծանոթացանք, այո, տեսանք, լսենք կատարում այս պահին հանրային ռադիոյի ֆոնդից չի այս կատարումը, բայց մենք ուզում ենք, որ վաղ առավոտյան ունենանք միայն դրական լիցք։ Երգում է Ջեյսոն Դերուլոն։ Ահա Ռուլոն չէ, Դերուլոն։ Դերուլոն։ Girl, you might be a problem. Run away, run away, run away, run away. I know that I should, but my heart wanna stay, wanna stay, wanna stay, wanna stay now. You can see it in my eyes that I wanna take it down right now if I could. So I hope you know what I mean when I say, let me take you dancing. 2-step to the bedroom. We don't need no dance floor. Let me see your best move. Anything could happen. Ever since I met you, no need to imagine. Baby, all I'm asking is let me take you dancing. Like da 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 da. Skirt on your body, it's just us two in this party. That Louis, that Prada, looks so much better off you. Turn me up, be my waitress. No, we not in love, so let's make it tequila and vodka. Girl, you might be a problem. Run away, run away, run away, run away. I know that I should, but my heart wanna stay, wanna stay, wanna stay, wanna stay now. You can see it in my eyes that I wanna take it down right now if I could. So I hope you know what I mean when I say, let me take you dancing. 2-step to the bedroom. We don't need no dance floor. Let me see your best move. Anything could happen. Ever since I met you, no need to imagine. Baby, all I'm asking is let me take you dancing. Like da 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 da. See your best move. Anything could happen. Ever since I met you, no need to imagine. Baby, all I'm asking is let me take you dancing. Oh, baby.
սեր առավոտից։ 9:45 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել Հանրային ռադիոյի առաջին ալիք այսօր։ Սուրճ ու սեր առավոտից, այո, ինչ որ այսօր որոշել ենք այսպես զրուցել։ Այսպես։ Եկել է մեր ամենասիրելի պահը, ինչու ամենասիրելի, Ով կմտածեր, որ օրացույցը մեզ համար տոն կդառնա։ Ով կմտածեր։ Ինչու ոչ, իսկ ինչու ոչ, ասա։ Հունվարի 23-ն է օրը ուրբաթ, բացում ենք օրվա օրացույցը եւ շնորհավոր ենք միմյանց նրանք, ովքեր դեռ օգտագործում են մատիտ եւ գրիչ։ Yes. Քո ձեռագիրը սիրուն է։ Շատ։ Շատ։ Դեռ շնորհավորում եմ։ Քեզ Ուղղակի այսօր մազերից պես խուճուճ է։ Վայ։ Բայց շատ գեղեցիկ է, այդ կլորիկները լավ։ Չէ, ես գրում եմ այնպես, որ նույնիսկ ես չեմ հասկանում ինչ եմ գրել։ Աստվածիմ, դու մի գրիր ուրեմն Չեմ գրում։ ձեռագրով, մի գրիր։ Ես հեռախոսով եմ գրում։ Ձեռագրի միջազգային օրն է այսօր, հարգելի ունկնդիրներ, շնորհավորում ենք բոլորին, ովքեր ունեն գեղեցիկ, այսպես ուլունքների նման գեղեցիկ ձեռագիր։ Գեղեցիկը կարևոր չէ, կարևորը ձեռագրով գրելն է, Տիգրան ջան, որովհետև շատ վատ է, որ մարդիկ սկսել են այլևս ձեռագրով չգրել, որովհետև ձեռագիրը պատմում է նաև մարդու բնավորության մասին, ձեռագիրը պատմում է հուզական աշխարհի հոգեկան կայունության ու վիճակի մասին, այնպես որ մարդու ձեռագրով շատ բան կարող ես իմանալ։ Ես հիշեցի հեռավոր 80-ական 90-ականները, երբ ձեռագրով, ձեռագիր տեքստերով եթեր էինք մտնում։ Գրում էինք, չէ։ Գրում էինք եւ ջնջում էինք կարմիրով խմբագիրները։ Լրիվ երես ենք առել, այլևս ձեռագրով չենք գրում եւ չենք մտնում։ Այ խնդրեմ, նայում ենք։ Խնդրեմ, նայում ենք եւ արագ հավաքում ենք։ Բայց դե ձեռագիրը ուրիշ է, ուրիշ ֆունկցիա ունի, գրել պետք է մի խոսքով։ Այսօր նաեւ մանրեազերծման համաշխարհային օրն է։ Մանրեազերծեք ձեր շրջապատը։ Մանրեազերծեք ձեր շրջապատում մանրեներից։ Դա հիմա այդպես էլ է ստացվում, գնացինք առաջ։ Գնացինք առաջ, ինչ կա չկա։ Ազգային տոներին անդրադառնանք։ Ամենաուրախ հատվածը եկավ, Սկսենք նահանգներից։ Դե ձեռագրի ազգային օրն է, այդտեղ այո, ոտնաթաթի չափման օրն է։ Ես սանտիմետր չեմ բերել, որ ոտնաթաթերը մեր չափ։ Իմանայի մեքենայից կբերեի Դե տեսնում ես։ Կարկանդակի ազգային օրն են նաև նշում Ամերիկայի Միացյալ Ինչու մենք չուտենք կարկանդակ ուղիղ եթերում, ես էլ սիրում կարտոֆիլով։ Բայց ցավոք մենք եթերում ենք եւ չենք կարող եթերից դուրս գալ, լքել եթերը ու ուտել այդ Բայց կարկանդակը։ մի տոն էլ կա, տես, խավարցիլով կարկանդակի ազգային օր, այսինքն երկու օր է նշում, մեկը սովորական կարկանդակի օրն է, մեկը խավարցիլով։ Իդեպ հետաքրքիր մի օր էլ կա, փոստարկղերով հոկեյ խաղացող ծնահավաքների օրը։ Ինչ կբացատրես դա որն է։ Մի րոպե, փոստարկղերով հոկեյ խաղացող։ Դրանցով հոկեյ են խաղում, չգիտեմ, մի խոսքով։ Ես մեկ այլ տոն գտա, վերմակների խանութ այցելելու օրն է այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Վերմակների խանութ այցելելու օրը։ Ինչ վատ է։ Հատուկ է տորն է միայն վերմակների Հիմա կմտածեմ մենք ենք հորինել ոչ սա նահանգների ազգային օրացույցն է։ Իսկ օրինակ Թայվանում ազատության համաշխարհային օրն են նշում։ Ռուսաստանում նշում են կանաչ լույսի օրը, ինչպես все бегут зеленый свет, կանաչ լույսի օր։ Լավ երգեր հիշում ես։ Հիշում ես։ Այո, Լեոնտիևներ չէ՞ ճիշտ։ Կարող է այսօր լսենք։ Կարող է։ Ահա, եւ գնանք առաջ։ Օրացույցից։ Այստեղ մնաց տոներից այս երկուսը երթմնակալության տարեդարձն է Ֆիլիպիններում։ Ասեկոսեների տոն կա նաև Ռուսաստանում։ Ասեկոսեի տոն։ Ինչ անենք այսօր ասեկոսեով զբաղվենք։ Չէ, մենք Ես մի դեպք հիշեցի, ընկերներով հավաքված ենք ինչ որ մեկին էին քննարկում եւ այն մյուսը այդ քննարկողին ասաց բավական է բամբասես, նա ֆրաց պատտվեց եւ ասաց ես չեմ բամբասում, ես օրն եմ ամփոփում։ Եկեք ամփոփենք, ոչ թե ասեկոսեներով զբաղվենք, այո։ Շատ ենք սիրում այս օրացույցը, որովհետեւ հետաքրքիր այստեղ ինդեպ on-line հարթակում ունենք հետաքրքիր մեկնաբանություն։ Ինչ են գրում։ Մարինան է գրում Տիգրան ջան, բադու նախկին բժիշկ ես, ձեռագիրը այդպես էլ պետք է լիներ վատը։ Բայց ինչի ախր։ Այդպես է մնացել։ Չէ, ինչու պիտի հատուկ բժիշկները վատ ձեռագիր ունեն։ Դա հարց է, որի պատասխանը մենք չգտանք ամբողջ ընթացքում։ Եթե ամբողջ արագ են գրում եւ այլն, կա ինչ որ իրադարձություններ ու դեպքեր, որ գնացինք։ Կա։ Գնացինք առաջ եւ շարունակենք, տեսնենք։ Բելգիան ընդունեց պետական դրոշ 1831-ին հենց այսօրը։ Վախ, այստեղ ինձ համար մի շատ կարևոր օր կա։ 1996 թվականի հենց այսօրն է սկսվել հեռարձակել Արհեռուստաալիքը, առաջին հայկական մասնավոր հեռուստաընկերությունը։ Ես էլ եմ աշխատել։ Ողջունենք արականներին։ Հարգելի արեցիներ, մենք այդպես ենք ասում, հա։ Հարգելի արեցիներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ, հատկապես այն հին
աշխատողներին, որ տարիներ շարունակ 96 թվականից, ես 98 թվականից եմ միացել թիմին, աշխատել ենք ու հետաքրքիր հեղափոխություններ հեռուստատեսության աշխարհում, նոր ասելիք, նոր ոճ, մի խոսքով ջերմ ողջույններ։ Այո, նորություններ, գնանք Անտարկտիդա։ Լուրջ, հետո։ Այո, որովհետև աշխարհում առաջին անգամ մարդը ոտք է դրել Անտարկտիդայի ափ 1895 թվականի այսօրը։ Իսկ հիմա էլ ասում են, որ այնտեղ չբացահայտված շատ ուրիշ բաներ կան, բայց ընդհանրապես դրանք ասեկոսեներ են, փաստարկներ չեն, այնպես որ ասեկոսեների չենք հավատում։ Գնանք, շարունակենք, այո։ Նյու Յորքի նահանգում առաջին անգամ բժշկի դիպլոմ է տրվել կնոջը 1849-ին։ Այ, այսպես է կելի արել միշտ։ Կին տղամարդ կիսում եք, դե խելացի մարդը խելացի է, ընտրել է այդ մասնագիտությունը, սերը կարևոր չի, ըստ էության։ Էլի բաներ կան, հիմա գնանք տեսնենք, թե ովքեր են ծնվել պատմության մեջ այսօր։ Գնանք կորացույց, տեսնենք ինչ ունենք ձեռքի տակ։ 1783 թվականի հենց այսօրն է ծնվել ֆրանսիացի գրող Ստենդալը։ Այո։ Իսկ ֆրանսիացի նկարիչ իմպրեսիոնիզմի համահիմնադիրներից մեկը Էդուարդ Մանեն ծնվել է 1832 այսօրը։ Շարունակենք։ Այսօրն է ծնվել նաև բոլորիս կողմից շատ սիրելի դերասան Կարփ Խաչվանկյանը։ Նրա ծննդյան տարեթիվն է 1923-ը։ Էլի հաճելի հիշողությունների գիրքն է, այսօր ինչ հետաքրքիր օր է։ Իդեպ գլուխ կովամ կարող եմ։ Դե կարող ես։ Ինձ բախտ է վիճակվել աշխատել այս մեծանուն դերասանի հետ, հայտնվել նույն բեմում, նույն ներկայացման մեջ։ Այո։ Դու իմացիր էլի ով է կողքին։ Ով է նստած իմ կողքին։ Գնանք եւ շարունակենք։ Մարզաշխարհի ներկայացուցիչ ենք պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ մարզիչ Ժոզե Մոուրինյոն է ծնվել այսօր 1963-ին։ Ինչ լավ, այո, շատ քիչ անուններ կան սպորտի, որտեղ հստակ գիտեն։ Իսկ նայած չես աշխատել։ Չէ։ Ես մեկ գերաստղի հետ եմ աշխատել ու շարունակում եմ դեռ աշխատել, դու ես։ Լավ էր գոհես։ Դե ինչ, քանի որ այսօր կանաչ լույսի օրն է, ես առաջարկում եմ վազեք, բայց ճիշտ վազեք, էլի, թիրախավորված, ճիշտ ուղղությամբ գնացեք։ Նոր կվազեք։ Бежали все куда-то, вдруг застыл, задумался зеленый свет. Зеленый свет. Час прошел, но все горит зеленый, и никто не понял, что случилось с ним. Случилось с ним. Ну почему светофор зеленый? А потому, что был он в жизни влюбленный. Скоростей и огней он сам собой включился, чтобы в судьбе и твоей, и моей зеленый свет продлился. Все бегут, а он им светит. Все бегут, а он горит. В той толпе, как все бежал я тоже, путь открыт, но я к тебе всегда спешу. Всегда спешу. Я бежал, боясь тебя не встретить, так хотел увидеть я твое лицо. Твое лицо. Почему светофор зеленый? А потому, что был он в жизни влюбленный. В мелькании дней, скоростей и огней он сам собой включился, чтобы в судьбе и твоей, и моей зеленый свет продлился. Все бегут, а он им светит. Все бегут, а он горит. Мы порой любовь догнать не можем. Все, спешим попасть в зеленый свет. В зеленый свет. Когда она, увы, уходит, мы с тоской глядим опять на желтый свет. На желтый свет. Почему светофор зеленый? А потому, что был он в жизни влюбленный. В мелькании дней, скоростей и огней он сам собой включился, чтобы в судьбе и твоей, и моей зеленый свет продлился. Все бегут, а он им светит. Все бегут, а он горит. Все
бегут, 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 куда? Бегут, бегут, бегут! Был светофор зеленый, и был он в жизнь влюбленный. Он сам собой включился, зеленый свет пробился. Все бегут, 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 а он им светит. Все бегут, 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 а он горит. Все бегут, 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 а он им светит. Все бегут, 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 а он горит. Վազում ենք, բոլորս վազում ենք։ Դու տես ինչ է կատարվում։ Վազում են, մեզ մոտ էլ են վազում, Միչայլոց խնդրեմ։ ապակոծային կողմ մեր գործընկերները Ալինան շատ սիրելի վազելով մտավ, որպեսզի շոուն ապահովի։ Բայց այդ շոուն մեր համար Այո, էր։ շոուն ապահովում են Լուսինե Մուրադյան եւ Տիգրան Արությունյանը, բարի լույս եւս մեկ անգամ։ Բարի լույս Տիգրան Բարի ջան։ լույս Լուսինե, Այո։ այս շուտվանից չէի հանդիպել։ Վայ, ո՞նց է սին տներում ես, դեցիկ ո՞նց են։ Մեզ Եվ, միացավ, բայց այո։ ոչ վազկով, այլ այսպես Հանգիստ։ գծած հանգիստ քայլվածքով Մարլենա Օվսեփյանը Բարի լույս ժամանեց Մարլենա։ Բարի բարի լույս։ լույս։ Բարի լույս հարգելի գործընկերներ։ Վերջին անգամ իբրես ձեռագիր լուրներ կայացել որ Գրել գրիչով։ Գրիչով։ Ես ճիշտ ասած գրիչը ինձ մոտ անընդհատ ձեռքից տակ է, որովհետև ես տպածին որքան ուզում է լավ գրված լինի եւ այլն գրչով վերջի պահին շտկումներ անում եմ միշտ, այնպես որ վարքյաններ առաջ գրիչը կրկին ձեռքից։ Այսօր ձեռագրի միջազգային օրն է, մենք շնորհավորենք քեզ թե ոչ։ Շնորհավորեք, ես շատ եմ սիրում գրիչով գրել, գնահատում եմ գրիչով գրելու մշակույթը եւ շատ եմ ցավում, որ տեխնոլոգիական զարգացումների արդյունքում կամ հետևանքով ում ինչպես ավելի հարմար է, ինձ համար հետևանքով Այո։ ձեռագրով գրելը եւ գրիչը օգտագործելը դառնում է կարծես թե այլևս պատմություն։ Թեպետ հոկեբանները ասում են, որ հաճախ եւ ամեն երեկո պարտադիր գրիչով պետք է գրես, որովհետեւ դա շատ կարեւոր է հուզական աշխարհի Եվ մանր մոտորիկան նույնպես զարգացնում է բացի ուղեղի Դե աշխատանքից։ իրենք փոխկապակցված են, դրա համար է արդյունավետ։ Լավ ձեռագիր ունես, գեղեցիկ ձեռագիր ունես։ Միջին չի ասի, որ Մարլենա, գերազանցիկի ձեռագիր ունեմ, բայց Հիշես այն տարիները, երբ Ընթերնելի։ խմբագիրները այսպես կարմիր գրչով տեքստը Խաչեին քաշում եւ ասում Երկու նորից գրի։ նստիր, վատներ։ Նորից գրի։ Խմբագիրները թե ուսուցիչները։ Խմբագիրները, այստեղ Դե երբ երկու որ նստիր, ես չկար եմ ասում։ համակարգիչ այդ տարիներին մենք ձեռագիր Ես այդ տեքստեր տարիներին ճիշտ ասած այդպես լավ, բախտչի Ես վիճակում էր այդ մոռացել եմ, որ տարիներին։ մենք շատ հին մարդիկ։ Ես Աշխատել- հիշեցի մի բան, հին հերավոր արհերոստանգերությունում, իդեպ այսօր նրա ծննդյան տարեդարձնել է նաև, երբ դեռ չկար ոչ սուֆլոր, ոչ համակարգիչ։ Առաջին անկախ հերոստանգերությունը Այո, մեր այո, հենց այդ օրն է։ Ես ուզում եմ հիշել Սխալվում։ լրատվությունը ինչպես էին անում եւ լուրերի մեկնաբանները ինչ էին անում։ Լրագրողներս մեր նախաբանը, այսինքն հաղորդավարի համար գրվող տեքստը ձեռագրով այսպես փոքրիկ թղթերի վրա գրում էինք, որ թուղթնել տնտեսենք ու տալիս էինք մեկնաբանին խմբագրի նայելուց հետո ու այդ ժամանակ խմբագիրը մեկնաբանը վերցնում էր ոչ թե այսպես մեծ թղթեր, այլ այսպես փոքրիկ տրցակներ մեր գրածներով եւ հասկանում եք նաեւ պիտի ունենար հմտություն տարբեր ձեռագրեր կարդալու։ Ես նաև հիշում եմ մեկ դեպք, երբ Հայաստանը դարձել էր Եվրախորհրդի անդամ, ես այդ տարիներին հեռուստաընկերությունում էի լուրեր վարում եւ ֆաքսով էինք ստանում տեղեկատվությունը, ոչ մեյլով, ոչ ինտերնետով, միակ աղբյուրը տեղեկատվության ստացման դա ֆաքսն էր եւ Եվրախորհրդի անդամ դառնալու մասին Հայաստանի լուրը եկել էր ֆաքսով, որի մեջ չկար թանակ։ Եվ բավականին բարդ ընթերնելի էր, ինչպես ամենաբարդ ձեռագիրը, որը մենք փորձեցինք կարդալ եւ այդ կարեւորագույն լուրը այդ օրը երեկոյան Դե հայտնել։ հիմա դու ունես հնարավորություն այսպես գեղեցիկ տպված թղթից ընթերցելու լուրեր։ Այո, գնահատենք այն ինչ ունենք։ Գնահատենք խոսափողասիրով փոխանցում ենք քեզ, իսկ մենք կհանդիպենք լուրերից հետո։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։
Խոսում է Երևանը, բարև ձեզ հանրային ռադիոյի ուղիղ եթերում ժամի լուրերն է ներկայացնում ռադիոլուրը խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն է։ Երեք կարևոր քաղաքական իրադարձությունները տեղի են ունեցել շվեյցարական Դավոս քաղաքում, Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունների 3 շվեյցարական քաղաքում էր, որտեղ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել։ Դավոս այցի ընթացքում Հայաստանի վարչապետը 3 հանդիպել է միջազգային գործընկերների եւ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Վարչապետը փոխգործակցության հնարավորություններն է քննարկել Schneider Electric ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումի, Dell Technologies ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մայքլ Դելի եւ գործարար Նոբար Աֆեյանի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորությունները, ծրագրերի իրականացման հեռանկարները։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շվեյցարիայի Դավոս քաղաքում 3 տեղի է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի նիստն ու կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրել են 19 երկրների առաջնորդներ, այդ թվում վարչապետ Փաշինյանը, խաղաղության խորհրդի նիստը նախագահել է Միացյալ Նահանգների նախագահը։ Իդեպ թեմայի շուրջ քննարկվում էր $1 միլիարդ անդամավճար վճարելու հարցը, երեք արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը պարզաբանել է, Հայաստանը խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով։ Դավոսում 3 ելույթ է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, նա նաև անդրադարձել է Հարավային Կովկասին։ Ստուբի խոսքով Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրները հեռանում են Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Ֆինլանդիայի նախագահը խոսելով Ռուսաստանի ազդեցության գոտու մասին նշել է, որ այն էականորեն փոքրացել է Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով։ Դավոսում տեղի ունեցած քննարկմանը նա նշել է, որ վերջին տարիներին Ռուսաստանը չի հասել ռազմավարական հաղթանակների, չնայած մեծ մարդկային եւ տնտեսական կորուստներին։ Ինչի է հասել Ռուսաստանը վերջին 4 տարիների ռազմական գործողությունների արդյունքում, գրավել է Ուկրաինայի տարածքի շուրջ 20%-ը եւ այդ ընթացքում կրել է մոտ 1 միլիոն մարդկային կորուստ, տվյալները հայտնել է Ֆինլանդիայի նախագահը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ 3 Դավոսում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքները սահմանող փաստաթուղթը պատրաստ է, սակայն տարածքային հարցերը դեռևս լուծված չեն։ Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական ֆորումում լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան պետք է փոխզիջումների գնան խաղաղության գործընթացում։ Մենք խոսում ենք մի հարցի մասին, որն ամենաբարդն է, որը դեռևս լուծված չէ, ասել է Զելենսկին։ Իդեպ Ուկրաինայի շուրջ բանակցություններ այսօր տեղի են ունենալու Աբու Դաբիում, կայանալու է եռակողմ հանդիպում Միացյալ Նահանգներ Ռուսաստան Ուկրաինա մակարդակով։ Եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստի մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, մեկնաբանելով նախորդին Կրեմլում Վլադիմիր Պուտինի հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Նա նշել է, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի զինված ուժերի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, որը երկրի ղեկավարից ստացել է կոնկրետ ցուցումներ։ Աբու Դաբիում կքննարկվեն նաև ռուս-ամերիկյան տնտեսական հարաբերությունները, կկայանա Ուիթքոֆի եւ Ռուսաստանի ուղիղ ներդրումային հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի հանդիպումը, նրանք ղեկավարում են տնտեսական հարցերով երկկողմ աշխատանքային խումբը։ Իսկ անդրադառնալով երեկվա բանակցություններին, որոնք Կրեմլում են կայացել Սթիվեն Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների մասնակցությամբ, Ուշակովը նշել է, բոլոր առումներով այդ հանդիպումը օգտակար էր։ Եվ վերադառնանք մեր իրադարձություններին, հեղուկ գազի բարձր գինը անընդունելի է, իմ գնահատմամբ իր մեջ ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ մաս։ Սա գրառումից է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մեջբերումը։ Ակտիվ աշխատում ենք, որպեսզի նոր խմբականակները արագ գան եւ գինը նվազի, իսկ գինը նվազելու է, այդ թվում նաեւ երկաթուղային փոխադրումների մեկնարկի միջոցով, խոստացել է էկոնոմիկայի նախարարը։ Հիշեցնենք, Երևանում հեղուկ գազը ռեկորդային բարձր գին ունի այս պահին։ 1 լիտրի դիմաց 290 դրամ, նախկին 190-ի փոխարեն որոշ լցակայաններում գազ ընդհանրապես չկա։
Եվ վերջին լուրը Բաքվից վերադարձած հայ գերիներից Վագիվ Խաչատրյանը 3 նոր բժշկական կենտրոնում վիրահատվել է։ Վիրահատությունը ընթացել է հարթ, առանց բարդությունների, նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, հայտնել է առողջապահության նախարարը։ Ավանեսյանի խոսքով Խաչատրյանի վիճակը գնահատվում է կայուն։ Վիրահատության ծավալին համապատասխան։ Հիշեցնենք, Խաչատրյանը 2023-ի հուլիսին Արցախից Հայաստան էր տեղափոխվում սրտի հրատապ միջամտության համար, երբ գերեվարվեց ադրբեջանական կողմից, նա հունվարի 14-ին Երևան վերադարձած 4 գերիների թվում էր։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար նախատեսել ենք այսքանը, ռադիո լուրը թարմ տեղեկատվություն կներկայացնի ժամը 11-ին։ Ստուդիայում աշխատում էր Մարլենա Հովսեփյանը, մնացեք հանրայինի հետ։ Սուրճ ու սեր առավոտից։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:10 րոպե մենք շարունակում ենք սիրով աշխատել ձեզ համար Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Սուրճ ու սեր առավոտից մենք շարունակում ենք։ Այո, եւ շարունակելով հարգելի ռադիոլսողներ, եւս մեկ անգամ ասում ենք ողջույն ու իհարկե շնորհակալություն ենք հայտնում ձեզ ջերմության եւ մեկնաբանությունների համար, որովհետեւ ունենք շատ մեկնաբանություններ եւ ես կուզեի սիրով ընթերցեինք դրանցից մի քանիսը։ Երկե ոչ ձեռագիր են այդ մեկնաբանությունը։ Ցավոք, ես կուզեի հիշում ես նախկինում ձեռագրով նամակներ էին գալիս, ուղղակի մինչև տեղ էին հասնում, գուցե մեկ ամիս անց էին հասնում, եւ մարդիկ որպեսզի ուզենային իրենց համար իրենց հարազատին շնորհավորել ամիսու կես առաջ ուղարկում էին, որ այդ օրը ընթերցվեր եթերում։ Հիշում ես։ Այո։ Ես մեր Facebook-յան էջում եմ Հանրային ռադիոյի եւ տեսնում եմ ինչ ենք ստացել։ Արմինե Հովսեփյանը գրում է. «Բարի լույս ընկերներ, Վաղորդյան ողջույններս փունջը ուղղորդված դեպի վեհաշուկ, լեզվագետ եւ էներգա շատ հաղորդավարներին ես ձեզ շատ եմ սիրում, թե գրական, թե գեղարվեստական»։ Արթուր Սուքասյանն է գրում. «Բարի լույս, այս տարի նշում ենք ռադիոյի 100-ամյակը, այո, դա այդպես է։ Հյուրեր կանչեք հին աշխատակիցների, որպեսզի հիշեն ռադիոյի անցյալը լավ հուշերը եւ արդյոք մոռացել ես անցյալը»։ Ոչ իհարկե, դե մենք էլ ենք այդ անցյալի ինչ որ մաս։ Այո, դե դուք որ թվականից 2000։ Ես 1989-ից։ Աստված իմ դու շատ հին ես, Տիգրան ջան։ Բա որ ասում եմ։ Մնայուն արժեք է։ Խնդրեմ, Վարդուշ Մաթևոսյանն է գրում. «Ցրտաշունչ Սիսյանից ջերմ եւ ուրախ տրամադրություն եմ մաղթում բոլորիդ, օրը բոլորիս միայն բարին բերի»։ Տեսնես, քանի աստիճան է Սիսյանում հիմա։ Լավ ցուրտ է ինձ թվում է։ Թեպետ չես կարող ասել։ Լիաննա Նիգոյանն է գրում. «Բարի լույս Լուսինե եւ Տիգրան ջան»։ Եվ կարծես թե բոլորի մեկնաբանությունները կարդացինք, չէ՞։ Վաղորդյան ողջույնները Արմենիայի կարդացիր։ Այո, դա կարդացել եմ, ամենակարևորն է։ Եվ հարգելի ռադիոլսողներ, այսօր հիշեցնենք, որ նաև ձեռագրով գրելու միջազգային օրն է, եւ հենց այսօրվանից սկսեք ամեն երեկո գրել, եթե դեռ չեք անում։ Ոչ, ես չեմ անում։ Դե դու ինչ ասեմ, մի արա դու, բայց արի հորդորենք ռադիոլսողներին թող անեն դա։ Գրեն ամեն երեկո, սա շատ լավ գեղեցիկ ավանդույթ է, ձեր մտքերը հանձնեք թղթին, այդպես նաև ինչ որ առումով կխաղաղվեք։ Ես ունեի կյանքի օրագիր եւ պահել եմ այդ օրագրերը։ Լուրջ պահել ես։ Այո։ Իսկ որևէ մեկը ընթերցել է դրանք։ Այո։ Լուրջ։ Զավակներս բացել եւ ընթերցել են։ Աստվածի, ինչ կարծիք ունեք քո մասին։ Ռոմանտիկ այդ տարիներին համացանց չկար եւ մենք շատ մաքուր, ամպից մարդիկ էինք, հասկանում ես։ Ոյ, մաքուր։ Շատ մաքուր մարդ չկա ընդհանուր, բոլորս ունենք մեր մեղքերը, մեր Դե ես ասում այն տարիներին, երբ չկար համացանց, մարդկությունը այլ կյանքով էր ապրում։ Երբ չկար համացանց եւ մարդիկ կարողանում էին իրենց մութանկյունները գախնի պահել։ Ինչու ոչ, այսօր ամեն ինչ դուրս է եկել ջրերից։ Լավ, կես կատակ, կես լուրջ։ Հետաքրքիր զրույց ենք ունենալու քիչ անց հարգելի ռադիոլսողներ եւ ուրախալի լուր ունենք հայտնելու, հենց այդ լուրի հետ է կապված մեր զրույցը։ Վերջապես Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը ունի շենք։ Սա իհարկե 35 տարի սպասում էր թատրոնը այդ շենքին, այնպես որ կարող ենք ասել, որ արդեն իրականություն է։ Հասցներ կնշենք, քիչ անց մեր հյուրերի հետ կզրուցենք եւ կշնորհավորենք։ Կշնորհավորենք եւ պատկերացնում ես առաջին ներկայացումը ինչ թեժ է լինելու, որքան հանդիսատես է գալու, որովհետև այն ինչ որ առումով նաև բացման արարողության է նման լինելու, այդ մանրամասները կիմանանք իհարկե մեր զրուցակիցներից։ Այո, թատերասերներին հորդորում ենք չփոխել ալիքը, շարունակեք մնալ մեզ հետ, քանի որ հետարքի զրույցում ենք։ Այստեղ իդեպ մենք սպիտակից ունենք ջեր ողջույն, Էդի Բարյանն է գրում, սպիտակից Էդիթ Կոմփի աշխատակիցները բարևում են բոլորին, մենք էլ նրանց ենք բարևում եւ հատկապես ողջևորվում ենք, երբ մարդիկ աշխատավայրում են նաև լսում մեզ։ Հաճելի եմ, հաճելի։ Լավ օր բոլորիս, մենք շարժում ենք առաջ։
Break down the walls to connect, inspire. Up in your high place, liars. Time is ticking for the empire. The truth they feed is feeble, as so many times before. The greed of all the people. They stumbling and fumbling and we about to riot. They woke up, the lions. Turn it up, it's a favorite song. Dance, dance, dance to the distortion. Turn it up, keep it on repeat. Stumbling around like a wasted feet. Yeah, we think we're free. Drink this one song, we're all chained to the rhythm, chained to the rhythm. It goes on. 18 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը եւս մեկ անգամ կիսվենք թատերասերների համար ուրախալի լուրով այսօր Երևանի Անդրի Վերնոյի փողոցում կբացվի Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը։ Ուրա, 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 այստեղ ծափեր խնդրում եմ Տիգրան ջան, հատուկ, այո։ Ծափարում ենք թատրոնի անձնակազմին եւ այս պայն սիրով ուզում ենք ողջունել համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Անդրեսյանին։ Բարի լույս։ Բարի լույս։ Տրամադրությունը Հրաշալի։ հոգնածեք Հրավերքի համար։ Սիրով։ Հաճելի հոգնածություն է ճիշտ ասած։ Երեք միջև ուշ ժամ փորձի եք եղել պաստորեն։ Պարտադիր։ Եվ այսօր պատրաստում եք բացմանը։ Այո, չափազանց հուզիչ է։ Նոր տուն եք տեղափոխվել։ Հա, մեր տուն։ Այո։ Պիտի ասեմ, որովհետև դա շատ սպասված է։ Թատրոնը այս տարի նշում է իր 35-ամյակը եւ վերջապես 35 տարի անց մենք ունենք մեր տունը, որ փորձում ենք հիմա բնակեցնել, թատրոնի շունչ հաղորդել, Ջերմություն փոխանցել։ Դա պարտադիր է։ Մենք որտեղ էլ լինենք, այդ ջերմությունը փոխանցում ենք ճիշտն ասած եւ միջազգային փառատոները, որտեղ մենք հաճախ ենք գտնվում, դրանք շատ լավ կփաստեն։ Ահա։ Մենք էլ ենք փաստում։ Հրաշալի է, շնորհակալ։ Եթե թույլ տաք, հավելեմ նաեւ կոնկրետ ձեր թատրոնի հետ կապված ամեն թատրոն ունի իր ոճը բնականաբար, դա ինձ համար սա գուցե սուբյեկտիվ կարծիք է, բայց այդուհանդերձ ձեր թատրոնը մի տեսակ ուրիշ է։ Ձեր ներկայացումներն ու բեմադրություններն են ավելի հոգեհարազատ, հոգուն ավելի մոտ, ավելի անկեղծ ու ավելի խոսուն, այսինքն շատ բաներ կա, որ մենք գուցե չենք արտահայտում, բայց մեր ներսում եփվում է ու գալիս ենք Սոս Սարգսյանի թատրոն ու այդ բեմադրություններում այդ ամեն ինչը տեսնում ենք, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, որ բարձրաձայնում եք դա, որովհետև դա կարծում եմ Սոս Սարգսյանից մեզ փոխանցված ավանդն է, երբ մենք ինչ-որ բան էինք խաղում կամ պիես էինք ընտրում կամ ներկայացում էինք բեմադրում, միշտ ասում էր իսկ ինչի մասին է սա, իսկ ինչ ենք ուզում մենք մարդկանց սրանով փոխանցել, այսինքն սա մեր մեջ արդեն այնքան խորն է դրված, որ մենք ինչ էլ անում ենք փորձում ենք ենթագիտակցորեն թե գիտակցաբար էլ մենք փորձում ենք անverջ խոսել մարդուց, որովհետև իրադրությունները, իրավիճակները փոխվում են, մարդու հոգեվիճակը մնում է, մենք միշտ աշխատում ենք սրտի մասին խոսել, էմոցիաների, զգացմունքների, մարդկայնության մասին խոսել։ Շնորհակալ եմ, հուսամ այդպես էլ կշարունակենք։ Իդեպ թատրոնում կա անկյուն նախատեսված այ Սոս Սարգսյանին։ Այո։ Առանց դրա չէր կարող լինել։ Չէր կարող առանց իր շնչի, առանց իր ներկայության, ինքը միշտ է մեզ հետ, որովհետև մենք անverջ երբ ինչ-որ բան բեմադրում ենք կամ խաղում ենք կամ քննարկում ենք, միշտ ասում ենք պապին ինչ կասեր, որովհետև մենք իրեն շարունակում ենք այդպես էլ կոչել պապի, այնպես որ պապն ինչ կասեր։ Եվ հիմա իհարկե թատրոնում կա իր անկյունը հենց իր օգտագործած իրերով, իր շնչով, Փոքրիկ թանգարան եք ստեղծել։ Այո, որպեսզի մենք էլ այդպես մոտենանք, իր էներգիան զգանք, վայելենք։ Գուցե թաքուն զրուցեք իր հետ։ Հա, մենք եւ թաքուն եւ բարձրաձայն զրուցում ենք իր հետ շատ հաճախ եւ ինքը չի պակասում մեզնից, ինքը մեզնից չի հեռացել, ինքը միշտ մեզ հետ է, մեր մեջ է։ Ինչ ներկայացում եք ընտրել մեկնարկի համար այսօր ի վերջո 2019-ին, հա, հիմնարկեքի արարողությունը կայացավ։ Այո։ Սպասել եք փաստորեն 6 տարի
կարելի ասել։ Երկարուձիգ չէ։ Երկարուձիգ տարիներ եւ այսօր առաջին անգամ բեմ եք դուրս գալու արդեն ձեր տան, ինչպես դուք նշեցիք, ինչ ներկայացում է ընտրված։ Այսօր մենք խաղում ենք Մորիս Մետրլինգի Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը ներկայացումը, սա ինչու որոշեցինք հենց սրանով բացել, որովհետև թատրոնը թատրոնի մեջ, չեմ ուզում ճակերտները բացել, որպեսզի հետաքրքիր լինի, անսպասելի է, ինտերակտիվություն կա, լուծումները կգաք տեսնեք։ Գաղտնիքները չեք բացել։ Չեմ ուզում ճակերտները շատ բացել, պարզապես սա տոն է, սա գույն է, տրամադրություն է, անսպասելի լուծում է, չափազանց հետաքրքիր ու գունեղ դերակատարումներ են, հետաքրքիր մոտեցում է ներկայացմանը եւ չափազանց հետաքրքիր ու դժվար աշխատանքեր նաեւ մեզ համար, դերասանների համար, դա էլ կտեսնեք եւ կհասկանաք ինչու, որովհետեւ երկու մասի է բաժանված, մեկ աշխատում է շատ խաղալ, մեկն աշխատում է չխաղալ ընդհանրապես եւ նույնիսկ չերևալ, բայց ճակերտները չեն բացի ինչու է դա այդպես, համեցեք նայեք, կարծում եմ մեծագույն հաճույք կստանաք, սա եւ շատ մեր մասին է եւ հոգու մասին է եւ այն հրաշքի մասին է եւ իրականության, որ մենք շատ հաճախ հրաշքը տեսնում ենք եւ չենք հավատում եւ չենք ուզում դա տեսնել երբեմն հոգևոր են արժեքները այն այո մի խոսքով ինքը շատ փիլիսոփայական է, բայց մենք աշխատում ենք շատ փիլիսոփայականի կողմը չգնալ, այլ նաև խաղով հետաքրքրել, բնութագրենք իրական փիլիսոփայական։ Այո։ Շատ հետաքրքիր է թատրոնի մեջ, այսպես տանկ ձևակերպումը։ Հետաքրքիր է, հանդիսատեսը ինչ նորություններ կտեսնի այսօր շենքում, թե տեխնիկական եւ թե ստեղծագործական գուցե։ Դե ստեղծագործականները այս տարի շատ բուրն են լինելու եւ այլ տարբերակ չունեք։ Այո, նույնիսկ շենք չունենալու պարագայում էլ պրեմիերայի հետևից մենք խաղում էինք եւ դա դեռ էլի պապի Սոս Սարգսյանի կողմից թողնված հնչում որ ասում եք պապի։ Ահա, մի տեսակ դա մեր մեջ նստել է, այնպես որ նա միշտ մեզ անverջ ասում էր շատ ռեժիսորների հետ աշխատեք, շատ ձեռագրեր փորձեք, շատ մարդկանց հետ շփվեք ստեղծագործական առումով, որպեսզի ձեր գունապնակը խաղային ոճը տարբեր լինի, գունապնակը հարուստ լինի, եւ այնպես որ հիմա մենք այդպես հաճախ ենք փոխում ներկայացումները, շարունակում ենք իհարկե մնացածը խաղալ, բայց այ պրեմիերաները այս տարի մենք կունենանք նաեւ քարը Երևանդ Քոչարի դա երիտասարդ ռեժիսոր է բեմադրել մեր Անդրանիկ Միքայելյանը, ով հրաշալի դերասան է, նաև փորձում է ռեժիսուրայում իր առաջին քայլերն անել, Նարինե Գրիգորյանի հետ իր առաջին քայլերը արեց նաև Լակոտը ներկայացման մեջ, Սոս Սարգսյանի ստեղծագործությունն է դա։ Այնպես որ սպասում ենք առաջիկայում նաև քարը պրեմիերան եւ իհարկե Սիմոն Աբգարյանի Օպենելոպե ստեղծագործությամբ նաև կզարմացնենք, կհիացնենք, կարծում եմ մեր հանդիսատեսին, սա եւս սա փետրվարի վերջին արդեն կլինի, Սիմոն Աբգարյանը կարծում եմ եւ վստահ եմ մենք իրեն շատ սպասում ենք ներկա կլինի, այնպես որ սա այս ներկայացումը Չեխովյան փառատոնում արդեն իսկ խաղացել ենք որպես պրեմիերա, մենք այստեղ ուղղակի հանձնում ենք արել եւ այնտեղ եղել է միջազգային պրեմիերա։ Հիմա փետրվարի վերջ մենք կփորձենք նաեւ մեր հանդիսատեսի դա։ Չեխովյան փառատոնը թատերական տոն կարծես լինի տարբեր երկրներից եւ հիանալի հնարավորությունը նաեւ ոչ միայն ներկայացում խաղալ, այլև դիտել մյուս երկրների ներկայացումները, որոնք ամեն մեկն իր գույնն ու իրենց տեղն ունեն։ Այո, եւ կարծում եմ Չեխովյան փառատոնի կողմից մենք արդեն իսկ այնքան սիրված ենք, թույլ տվեք անհամեստ գտնվել այս դեպքում, որ նույնիսկ այսօր մեր բացմանը Չեխովյան փառատոնի ճակերտներ բացեմ մի փոքրիկ, չգիտեմ կարելի է թե չէ, բայց
այնտեղի ղեկավարներից արդեն իսկ տնօրեններից գալիս են եւ նայում են ներկայացումը եւ թատրոնի բացման։ Մենք զանգ ունենք, լսենք ռադիո լսողին, ես սպասում էի, որ զանգելու են ռադիո լսողները։ Բարի լույս, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Շնորհավորում եմ թատրոնի այդ նոր շենքի համար։ Շնորհակալություն։ Մի հարց ունեմ։ Խաղացանքի մեջ կլինի ամբարձումից 40 օր առաջ։ Ներկայացում։ Լավ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Լինելու է այդ ներկայացումը։ Չէ։ Չէ, այդ ներկայացումը եւ կարծես թե դուք եք էլ խաղացել։ Իրենց ցանկում չի էլ եղել, անկեղծ ասած։ Չէ, ես դա տեսել եմ Սոս թատրոնի թատրոնում։ Լավ։ Գուցե մեր բեմում եք տեսել, բայց ուրիշ մեր խաղացանկում։ Շնորհակալություն հարգելի ռադիոլսող։ Շնորհակալ ենք, գիտե ռադիոլսողը նաև հարցում է, որտեղ է գտնվում Անդրի Վերնոյի փողոցը։ Հիմա բացատրենք Կարեն Դեմիրճյան եւ Ամիրյան փողոցները միացնող փողոցի մասին է խոսքը, Անդրի Վերնոյի փողոցը, այսինքն Seasons Park-ը միանում է Ամիրյան փողոցին։ Այո։ Եթե կարողացի այսպես նկարագրել։ Ավելի հեշտ, եթե ասենք, նախկին մեր համազգային թատրոնը, որը հենց թատերական ինստիտուտի ներսում էր, այդ թատերական ինստիտուտը ավարտվում է եւ սկսվում է համազգային թատրոնը, այսինքն այո, շատ հեռու չենք գնացել, մի շենք է այն կողմ, այո։ Ինձ հետաքրքրում է արդյոք ստեղծագործական անձնակազմը, մասնավորապես դերասանները մասնակցել են այդ թատրոնի պլանավորման, նախագծման աշխատանքների, հարմար լինի բեմը, այլ կառույցներ, այդ ձեր կարող են դիզայներները ինչ-որ բաներ մտածել, բայց պիտի շփվեն, չէ՞, դերասանները, ռեժիսորների, տեխնիկական մասը։ Չեն շփվել եւ դերասանները այս դեպքում մասնակցություն չեն ունեցել, բայց մենք հիմա ենք այդ մասնակցությունը բացը լրացնում։ Իրականում դեռ փորձում ենք տեղավորվել, հասկանալ ինչը որտեղ ոնց տեղավորենք, բայց այն որ արդեն իսկ մեր թատրոնը շատ ջերմիկ է եւ շատ ժպտերեսիկ, դա փաստ է։ Դա փաստ է միշտ է։ Ես ուզում եմ մի կարևոր հարցի անդրադառնանք։ Տեսեք, ժամանակակից աշխարհում բոլորը շտապում են։ Այս նոր ռիլերի կարճ տևողությունները բերել են նաև նրան, որ մարդիկ սովորել են արագ ստանալ այն ինֆորմացիան առաջին 5 վայրկյանում եւ երկար բաներ գրեթե քիչ են նայում։ Սա իր հետ բերել է նաև նրան, որ բովանդակությունը կարծես զիջած լինի ձևին եւ ավելի մակերեսային է դառնում ինֆորմացիայի փոխանցումը։ Թատրոնը իր բնույթով շատ խորն է։ Թատրոնը ունի խորը արմատներ ու իր ասելիքն է ավելի խորքային, ավելի փիլիսոփայական, ավելի հերվից եկող, բայց ավելի մտերմիկ։ Այս պարագայում գուցե թատրոնը մի քիչ դանդաղ է, քան այդ տարօրինակ վիդեոիկները, բայց թատրոնը բովանդակություն է, ճիշտ փաթեթավորմամբ։ Այստեղ ոնց եք անում, որ կարողանաք պահելով բովանդակությունը Պապի տված լավ ավանդույթները, կարևոր հիմնարար արժեհամակարգը, միևնույն ժամանակ քայլել ինչ որ չափ երիտասարդներին մի քիչ հասանելի ու ժամանակակից։ Դե գիտեք, թատրոնի ստեղծման օրվանից ասում են թատրոնը մեռնում է։ Թատրոնը կար եւ կլինի, եղել է ու պիտի լինի։ Որովհետեւ որքան էլ ռիլային մտածելակերպ եւ այլն, բայց եթե դիպչում ես հոգուլարերին, եթե դիպչում ես մարդու սրտին եւ էմոցիաներին, անկախ ամեն ինչից, առաջին 5 րոպեն մի քիչ շտապում է, հետո այդ շտապողականությունը մնում է 10-րդ պլանում եւ սկսում է արդեն ուշադրություն դարձնել իր զգացմունքներին ու զգացողության այդ պահի։ Թատրոնը ունի այդ ուժը եւ այդ միստիկան եւ այստեղ շատ կարեւոր է դերասանները կարողանան պահել այդ էներգիան եւ այդ կախարդանքը։ Իսկ ինչ վերաբերում է երիտասարդներին, մենք դրա համար համազգային թատրոնը շատ շուտ է սկսում ուշադրություն դարձնել երիտասարդ եկող սերնդին, որպեսզի շուտ նկատենք այդ երիտասարդներին ու բերենք մեզ մոտ։ Թեկուզ Պապին Սոս Սարգսյանը մեզ այնպիսի ավանդ է թողել, նա երևի թե հանճարեղագույն անհատ էր, որովհետև բացի այն, որ նա հանճարեղ դերասան էր, հանճարեղ քաղաքացի, բայց այդ ամենի հետ մեկտեղ նա փորձեց ոչ միայն թատրոն թողնել, այլ թատերական դպրոց։ Ես եւ համազգային թատրոնի մեծամասնությունը, չասեմ մեծամասնությունը արդեն, բայց հիմնական մասը
ավարտել ենք հենց իր արվեստանոցը եւ շարունակում ենք նաեւ այն նորեկներին տալ այդ ավանդով մեծացնել, հա։ Նույնիսկ շատերս այսօր համազգային թատրոնի դերասաններից շատերը դասավանդում են թատերական ինստիտուտում եւ այ փորձում ենք նույնիսկ պապի բառերով ասել, բառն իր շալակին բեռ պիտի ունենա։ Շատ հաճախ էր մեզ դա ասում։ Երբեմն բառը փոխում է մի ամբողջ կենսագրություն։ Այ մենք փորձում ենք այսա փոխանցել եւ երիտասարդներին երբ բերում ենք մեր թատրոն, սկզբից այդ երիտասարդները փորձում են հասկանալ ինչ ենք մենք իրենցից ուզում, թվում է թե դե բառը ասում ենք, էլի անցանք, բայց մենք շեշտի վրա ուշադրություն դարձնելով, խոսքը մաքուր պահելով եւ այլն, մենք էլ հասկանում ենք կամաց ինտեգրում ենք նրանց մեր մեջ, որպեսզի հետո շատ էկլեկտիկ չլինի խոսքը կուլտուրան, մատուցման, այնպես որ պետք է շուտ մի քիչ զբաղվել այդ հարցով։ Սերնդափոխությունը ինչ բարբերականությամբ է իրականացում թատրոնում։ Հենց տաղանդավոր մարդ տեսնենք։ Ինչ ընտրում եք այդ մարդկանց, թե իրենք են գալիս։ Դե մենք իրենց հետ շատ ենք շփվում։ Երևի թե նաև նպաստում է այն, որ մենք թատերական ինստիտուտում դասավանդում ենք, հենց նկատում ենք, նախ շատ ենք քննություններ նայում, ներկայացումներ նայում։ Ես պիտի էլի թույլ տվեք անհամեստ գտնվել, կարծում եմ համազգային թատրոնի դերասանները բոլոր ներկայացումները նայում են բոլոր թատրոնների եւ եթե չենք նայում, ապա չի ստացվում զուտ այն պատճառով, որ այդ օրը մենք էլ ենք ներկայացում խաղում։ Բայց մենք չենք զլանում հասնելու օրինակ մարզ, որպեսզի ներկայացում նայենք եւ վերադառնանք, այսինքն մենք միշտ մեր գոլեգաների կողքին ենք, միշտ մյուս թատրոնների կողքին ենք եւ համագործակցելու առումով եւ պարզապես իրենց տոնին մասնակցելու։ Այստեղ քանի որ ձեր տոնն է այսօր, թույլ տվեք ծափահարենք նաեւ թատրոնի դերասաններին, որովհետեւ թատրոնը նաեւ առանձնահատում է եւ յուրատեսակ հարուստ գունաբնակ ունի հենց դերասանական կազմի շնորհիվ։ Իսկապես շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Այսօր ձեր օրն է։ Այո։ Այսօր ձեր բենեֆիսն է, պես ասում են։ Եկեք եւս մեկ անգամ հրավիրենք հանդիսատեսին, տոմսեր դեռ կան, թե մուտք ազատ է, ինչ սկզբունքով այսօր լինելու։ Այսօր եւ ամսի 25-ին այլևս չկան։ Այո, սրանք եւ մի մասը կառավարական մասին է, մի մասը այդպես շատ նեղ։ Լավ, երբ կարող է հանդիսատեսը գալ արդեն փետրվարից։ Փետրվարից, համեցեք, բայց 24-ին մենք նաեւ Black Box-ում խաղում ենք, քանի որ Պարույր Սևակի տարեդարձն է, մենք այնտեղ խաղում ենք, այո, խաղում ենք այնտեղ նաև Պարույր Սևակի բանաստեղծությունների հիման վրա, այդպես մի շատ գեղեցիկ ներկայացում, այնպես որ խնդրեմ այնտեղ կարող եք համեցեք, կարող եք նայել։ Վերջին հարցնել ու եզրափակենք, եթերաժամը սպառվում է կարծես, հետաքրքիր է, դուք ասացիք, որ գնում եք նաև մարզային ներկայացումներ եք նայում, որքան հաճախ եք ունենում հնարավորություն ներկայացում տանել մարզերում ցուցադրելու, որովհետև գիտեք ինձնից էլ լավ, որ շատ կարևոր է, որ մարզերում մշակութային կյանքը եւ որակյալ ներկայացումներ այնտեղի հանդիսատեսը շատ բաց է, բայց նաեւ շատ գիտակից ու խստապահանջ։ Պիտի ասեմ, որ համազգային թատրոնը երևի թե այս կես տարում ռեկորդային թիվ է գրանցել։ Ներկայացումները շատ հաճախ կրկնվել են, բայց մենք քանի որ այլևս չէինք կարող մեր հին բեմում խաղալ, թատերական ինստիտուտի բեմում խաղալ, մի քիչ շուտ ազատեցինք այդ բեմը, որպեսզի երեխաները կարողանան իրենց դիպլոմայինները խաղալ, մենք մարզերով ենք շրջել ուղակի եւ այո, չէինք զլանում, այո, մենք երևի թե 15 այց ենք ունեցել մարզեր եւ տարբեր մարզերում, տարբեր քաղաքներում խաղացել ենք, տարբեր ներկայացումներ, դրա հետ զուգահեռ նաեւ կարողացել ենք միջազգային փառատոնների մասնակցել, նույն Գիդե Մոպասյանի Փափլիկը օրինակ եղավ Սանկտ Պետերբուրգում, հետո Թունիսում, Նովոսիբիրսկում, Հնդկաստան ենք շուտով գնում, այո, այսինքն մենք 23-ին 25-ին խաղում ենք այս պրեմիերան եւ լույս 26-ին թռնում ենք Հնդկաստան, այսինքն բավական խիտ գրաֆիկ է, այն որ մեր հանդիսատեսը
Այո, նախանձելի վիճակում ենք իրականում, այս ամբողջ թոհուբոհի մեջ մենք հասցնում ենք նաև դա եւ մեր հանդիսատեսը շատ հաճախ էր բացում թատրոնի դուռ ու ասում երբ եք խաղալու, կարոտում ենք, բայց ուզում եմ ասել, որ մենք միևնույն է անգործ չենք նստել եւ եղել ենք մարզերում եւ մեր մարզի հանդիսատեսի համար ենք Խոստացեք, որ արդեն շենքն ունեք, բայց միևնույնն է չեք դադարի մարզեր գնալ եւ ներկայացումներով։ Չէ, մարզը մեզ համար պարտադիր է, որովհետեւ դա եւս Սոս Սարգսյանի ավանդն էր, միշտ ասում էր մենք պետք է մեր ժողովրդի կողքին լինենք, դրա համար է մեր անունը համազգային։ Այո, եւ մեր զինվորի եւ մեր ժողովրդի կողքին դա պարտադիր էր։ Ինչ եւս մեկ անգամ ուզում ենք շնորհավորել ձեզ այս իրադարձության առիթով եւ վերջո 35 տարի սպասել եք այսօրվան եւ հաջողություններով 60 տարի ենք ուզում աղթել։ Իսկ ռադիոլսողներին հիշեցնենք մեր զրուցակիցներ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Անդրեասյանը։ Մեծ ներկայացումներ, լավ բեմեր, տարբեր երկրներում, որպեսի խաղաք նաև ու շատ շռնդալից անկեղծ ծափահարություններ։ Հանդիսատեսի անսահման սեր ենք մաղթում։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Your husband is coming. Սուրճ ու սեր առավոտից։ 10:41 րոպե սուրճ ու սեր առավոտից հաղորդումն է Հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Եվս մեկ անգամ ողջունում ենք ձեզ հարգելի ռադիոլսողներ, շատ հետաքրքիր զրույց ունեցանք եւ շատ ոգևորիչ է ու շատ լավ, երբ տեսնում ես, որ քո սիրելի թատրոն ունի արդեն շենք եւ կարծես թե նկատելի է, որ դերասանները նոր ոգով, նոր դրամադրվածությամբ կսկսեն ավելի
լավ աշխատել եւ ավելի շատ ներկայացումներ տալ մեզ։ Ինչ։ Ուրա, Սկսվեց էլի Տիգրան ջան։ ուրա։ Ուր են քո ձեռագրերը, հանիր տեսնեմ։ Չեմ տալու։ Տեսնեմ սիրուն ես գրում թե ոչ։ Նի, ուսուցիչս ես, ինչ ես։ Ուսուցիչը չեմ, բայց պետք է իմանալ ում հետ ես շփվում։ Դու քո ձեռագրի մասին Ցույց մտածիր։ կտամ։ Չեմ ուզում։ Ցույց կտամ, ինչու ոչ։ Ինձ պետք չի։ Ես գիտեմ քեզ։ Ոտքից գլուխ, ինձ պետք չի ձեռագիրը։ Հիշեցնենք եւս մեկ անգամ այսօր ձեռագրի համաշխարհային օրն է եւ մենք եղել ենք մի քանի հետաքրքիր փաստ առհասարակ ձեռագրի մասին։ Դե կարծում բոլորն էլ գիտեն, որ ձեռագիրը գրեթե մատնահետքի նման է եւ երկու մարդ նույն ձեռագիրը չեն կարող ունենալ նույնիսկ միաձևանի երկվորակները։ Բայց կարող են կապկել եւ ստեղծել մյուսի ձեռագիրը։ Եթե պետք է, եթե շատ հմուտ ես, կարող ես նմանեցնել։ Շատ տանջվեն միգուցե եւ։ Ասում են նաեւ որ ձեռագիրը կապված է ուղեղի աշխատանքի հետ, ձեռքով գրելիս միաժամանակ ակտիվանում են շարժողական, տեսողական եւ հիշողության կենտրոնները։ Ահա թե ինչու է օգտակար գրել ձեռքով, բարձրապես։ Ուրիշ։ Նաև ձեռքով գրելը օգնում է ավելի լավ հիշել, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձեռքով գրողները նյութը ավելի լավ են հասկանում եւ պահում, քան համակարգչով գրողները։ Դե կարծում սա այսպես էվրիկա չէ։ Ձեռագիրը նաև փոխվում է կյանքի ընթացքում, տարիքը, առողջական վիճակը, հույզերը եւ նույնիսկ տրամադրությունը կարող են ազդել։ Կա նաև եւս մեկ հետաքրքիր փաստ, ստրեսը երևում է ձեռագրում։ Նյարդային վիճակում տառերը հաճախ դառնում են անկանոն, սեղմ եւ կտրուկ։ Այնպես որ եթե ուզում եք հասկանալ մարդը ստրեսի մեջ է թե ոչ, տվեք նրան թուղթուգրիչ եւ կարծում հեշտ է պարզել։ Ուրա, ապրես։ Այո, հավելեմ նաև ձեռագիրը օգտագործվել է հանցագործությունների բացահայտման համար եւ շարունակում են օգտագործել, դե իսկ լեզուն առհասարակ եւս ազդում է ձեռագրի վրա, օրինակ հայերեն, արաբերեն եւ չինարեն։ Գրությունները ունեն տարբեր ռիթմ ու շարժման տրամաբանություն։ Եվ մենք գիտենք, որ բազմաթիվ հոգեբաններ նաև մասնագիտանում են ձեռագրերով, փորձում են օգնել բացահայտելու բացահայտելու հանցագործությունները ոստիկաններին օգնել։ Այո, սա էլ գիտենք, որ հաճախ են դիմում հոգեբաններին։ Արհեստական բանականությունը եւս անմասն չէ այսօրվա տոնից, ինչու որովհետեւ AI համակարգերը այսօր արդեն կարողանում են ճանաչել մարդու ինքնությունը ձեռագրի միջոցով։ Այսինքն ցույց է տալիս AI-ին, ասում ես ով է գրել, ասում է Վալոտն է գրել։ Դե, բայց եկեք աչքները փակ չհավատանք էլի AI-ի ամենասացին, որովհետեւ հաճախ նաև AI-ը ուղղակի ասում է այն, ինչ դու ուզում ես լսել։ Եվ այդքանով ավարտվում է։ Իդեպ, ողջունենք մեր իրական ռադիոլսողներին, որոնք կան, լսում են մեզ եւ նաեւ գրում են։ Լուսնյա Գերիցյանն է գրում բարի քաղցր առավոտ հայ ժողովրդից, հանրային ռադիոյին հանձինս իմ շատ սիրված հաղորդավարներից, ուզում եմ բոլորի կյանքի յուրաքանչյուր ակնթարթը գարնանպես զարթոն կապրի։ Ասմիկ Ավետիսյանն էլ ասում է բարի լույս շատ սիրելի Լուսինե եւ Տիգրան ջան, օրը սկսվեց բարի լուրով, ինչի համար ես շատ ուրախ եմ, ես ինքս մշակույթի բնագավառից եմ, գրադարանավան եմ, գնահատում եմ այն ուշադրությունը մշակութային արժեքների վերաբացման ու պահպանման համար, գավառում եւս ունենք հրաշալի թատրոն, շնորհավորանքներս ու բարի ողջույններս։ Մենք ենք շնորհակալ ջերմ խոսքերի եւ մեկնաբանությունների համար։ Դե ինչ, շարունակում ենք միասին անցկացնել ձմեռային առավոտը։ Հայ ֆանատը ներկայացնում է։ Դու գնում ես ինձ մենակ թողնում ու փակում նորից սիրո դուրը քո հետևից քեզ թվում է թե ամեն անգամ երբ դու գաս հետից գտնելու ես ինձ դու խելար հոգի դու իմ անհոգի ուր ես դու սիրելիս մի թող ինձ այսպես ով եմ ես առանց քեզ ուր էլ կնաս դու ում էլ սիրես դու դու գալու ես որ բացվես մի օր քո ձեռքով փակված դռները կհասկանաս դու ու կատասվես դու կտեսնես նորից ապրում են համբուրից կրկին նատվում են մեր սրտերը
Հավանման նայում ես ինձ աչքերով անհուն Բայց պնդրում ես մեկ ուրիշի Էլ խոսքեր չկան սիրո համար Հավատա հոգուս քո սրտի ձայնին Դու խելառոքի դու իմ անհոգի Ուր ես դու սիրելի Այսպես ով եմ ես առանց քեզ Ուր էլ գնաս դու ում ես սիրես դու Դու գալու ես որ բացես մի օր քո ձեռքով պատված դռները կհասկանաս դու Ուր կարտասվես դու կտեսնես նորից ապրում են համբուրից կրկին նարդում են Ուր էլ գնաս դու ում ես սիրես դու Դու գալու ես որ բացես մի օր քո ձեռքով պատված դռները կհասկանաս դու ու կարտասվես դու կտեսնես նորից ապրում են համբուրից կրկին հարբում են մեր սրտերը մեր սրտերը Նորից իմ սերևեջ Ուր էլ գնաս դու, ում էլ սիրես դու Դու գալու ես որ բացես մի օր քո ձեռքով հագված դռները կհասկանաս դու ու կարտասվես դու կտեսնես նորից ապրում են համբուրից կրկին նարդում են Ուր էլ գնաս դու, ում էլ սիրես Գալու ես որ բացվես մի օր քո ձեռքով հագված դռները կհասկանաս դու ու կարտասվես դու կտեսնես նորից ապրում են համբուրից կրկին հարբում են մեր սրտերը մեր սրտերը մեր սրտերը Սուրճ ու սեր առավոտից 10:50 րոպե մենք դեռ ունենք ժամանակ ձեզ հետ հաղորդակցվելու եւ զրուցելու Եվս մեկ անգամ ողջույն, նաև ողջունում եմ Վիգեն Եղիազարյանին, մեզ բարի օր է մաղթել, շնորհակալություն, ջերմության ու հաճելի լավ տրամադրություն փոխանցելու մեզ, ամեն ինչ փոխադարձ է այս կյանքում։ Մենք էլ ենք շնորհակալ, այո, նրանց ովքեր իրենց առավոտյան այս թանկ ժամանակը նվիրում են մեզ, գուցե փոքրիկ պատարիկներ են դիտում կամ լսում են մեր հաղորդումը եւ նույնիսկ գրում եւ մեկնաբանում են։ Մենք ունենք թարմացված լրահոս։ Խնդրեմ։ Դե ուրեմն գնացինք։ 10:45-ի դրությամբ է լրահոսը փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ եւ այսպես փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ, Ամրոց եւ Քարելիչ տանող ավտոճանապարհները։ Նորավանի Խաչմերուկից Գորիս եւ Տաթև Շինուհայր Գորիս, Նորավան Լծեն Կապան Բուքե այս ավտոճանապարհներին փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճամբարակ Բերդ ավտոճանապարհի Թթուջուր Նավուր հատվածը եւ Տաշիր Բլագարոդնե ավտոճանապարհը նույնպես փակ է բքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղափոխվենք Ջերմուկ, հենց Ջերմուկի Խաչմերուկից մինչև Նորավան ավտոճանապարհը փակ է կծորդով տրանսպորտային միջոցների համար։ Իսկ Վարդանյանց Լեռնանցքը դժվար անցանելի է կծորդով տրանսպորտային միջոցների համար, միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նայրի, Սիսյանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արագածի եւ Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Արագածի, Տաշիրի տարածաշրջաններում եւ նաեւ Լեռնանցքում այս պահին բուք է։ Սելի վարորդներ, եղեք զգոն, ուշադիր, մի փորձեք գերազանցել արագությունը եւ իհարկե պահպանեք հեռավորություն տրանսպորտային միջոցներից, հատկապես առջևի տրանսպորտային միջոցից։
Սա էլ իմացանք հարգելի ռադիոլսողներ, դեռ ունենք մի քիչ էլ ժամանակ, եւս մեկ անգամ ողջունում ենք ձեզ, եւս մեկ անգամ մաղթում հաճելի տրամադրություն առավոտից հենց։ Քո կյանքում եղել է իրավիճակ, երբ դու շատ ես վախեցել, շատ եւ այդ վախը այսպես հիշել ես մի քանի օր։ Այո։ Իսկ դու գիտես, որ այդ շատ վախը, որից մենք բոլորս վախենում ենք եւ չենք բնականաբար չենք ուզում վախենալ, որտեվ այդքան էլ հաճելի process չէ, գիտնականները պնդում են, որ վախը հատկապես վարչանքի ունակ հաստատություններում, ինչպիսիք են օրինակ ուրվականներով տունը, ատրակցիոնը, այդ վախի զգացողությունը օգտակար է, քանի որ նվազեցնում է տարբեր վարակիչ բորբոքումները։ Դե հա, եթե գիտես, որ անվտանգ է այդ վախը, այո, բայց երբ իրական վտանգ ես տեսնում ու վախենում ես, դա չեմ կարծում, որ այդքան էլ օգտակար է, այդուհանդերձ ստրեսի շատ մեծ չափաբաժին է։ Դե կարող է շաքարը բարձրանալ օրինակ։ Դե վատ բան է։ Բայց ոչ միայն վախը, ասում են նաև սուր ստրեսային ռեակցիաները գոյատևման հիմնարար մեխանիզմներ են, որոնք ակտիվացնում են մարդու մարմնի որոշակի համակարգեր։ Վատ համակարգերն էլ։ Դե միգուցե հետազոտությունների թիվը կամավոր վախի առաջացման հնարավոր ազդեցությունը ուսումնասիրելու համար հետևել են մասնագետները եւ 113 չափահաս այցելուի վարքին են նրանք հետևել, ովքեր հենց գնացել են այդ ատրակցիոններից մեկը։ Մասնակիցների միջին տարիքը եղել է 30 տարեկան, նրանց թվում եղել են 69 կին, 44 տղամարդ։ Եվ մինչ ատրակցիոնից օգտվելը եւ դրանից հետո ստուգվել է մասնակիցների սրտի աշխատանքը եւ արյան ընդհանուր պատկերը։ Փորձը ցույց է տվել, որ ստրեսը կարող է մոբիլիզացնել բջիջներ եւ իմունային համակարգը նախապատրաստել հնարավոր վնասվածքի կամ վարակի։ Այսպեսի հետազոտություն։ Չգիտեմ, բայց այդուհանդերձ զգույշ քայլեք փողոցները, որովհետև ձյան տակ կարող է սառույց լինել եւ դուք չնկատեք, հատկապես որ այսօր սպասվում է ձյուն հանրապետության գրեթե բոլոր տարածքներում, մայրաքաղաքում եւս սպասենք ցերեկը եւ երեկոյան ձյուն վայելենք այդ ձյունը, բայց նաեւ զգույշ եւ զգոն լինենք։ Այս պահին մայրաքաղաքում 4 աստիճան ցուրտ է, նաեւ օդերևութաբանները խոստացել են, որ մոտակա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-ից 10 աստիճանով։ Սա հուսադրում է այն առումով, որ հուսանք այլևս մինուս ջերմաստիճան չենք ունենա։ Հուսանք, այո, ձմեռ այս տարի կարծես այսպես մեզ հագեցրեց իր ոչ միայն մեզ, ամբողջ աշխարհում, ես կարծում եմ ցանկացած վայրում ավելի շռնդալից էր վատ իմաստով ձմեռը, որովհետև Սիցիլիայում էր փոթորիկներ, Սիցիլիայում բավականին վնաս են կրել քաղաքի բնակիչները, նաև տարածքները ավիրվել է, մի խոսքով բնությունը ջղայնացել է։ Մենք հաճելիորեն ենք մաղթում բոլորին եւ հիշեցնում, որ կհանդիպենք վաղ արդեն երաժշտական առավոտի տաղավարից ձեզ կողջունենք։ Մնացեք Հանրայինի հետ։ But you were strong enough, you should have known. I never needed you for judgment. I never needed you to question what I spend. I never asked for help, I take care of myself. I don't know why you think you got a hold on me. And just a little even conversations. There isn't anything for you to say. And my eyes hurt, hey, and shiver. So look at me and listen to me. Because I don't want to stay another minute. I don't want you to say a single word. Hush, 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 hush. There is no other way. I get the final say. Because I don't want to do this any longer. I don't want you. There's nothing left to say. Hush, 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 hush. I've already spoken. All of is broken, baby. Hush, hush. I never needed your corrections on everything from how I act to what I say. I never needed words. I never needed hurt. I never needed you to be there every day. I'm sorry for the way